Հանուն Հոր և Որդվո և Հոգու Սրբո ամեն։ Իմ երզենալ ամաց վերջին, զոր տեսող կնցանուցին, ըս հասանել մեզ հրգողին, արի վախճան ժամանակին, երևեցարի մեջ մարդկան, զգեցար ըսկեպ ծառային։ Մարգարեները ծանուցեցին վերջին օրերի մոտանուր լինելու մասին, որ փրկիչը պիտի հասնի մեզ և ծառայակերպ երևացիր մարդկանց մեջ։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա օրդության շարականից են վերցված այս խոսքերը, որոնք մեզ ծանուցում են Աստծո խոստումի մասին, սակայն ինչ էր այդ խոստումը։ Մարգարեները ում մասին հայտնեցին մեզ, որ պիտի ծառայի կերպարանքով, այսինքն ծառայություն մատուցողի ոգով, մեկը պիտի հայտնվեր ժամանակների լրման օրերին։ Շարականագիրը բացահայտում է, որ հայտնվողը մեր Տերը Հիսուս Փրկիչը պիտի լիներ։ Այո, ողջ մարդկությունը սպասում էր մի յուրահատուկ փոփոխության, մի լույս էր սպասում, որով կարողանար փարատել մտքերի վրա տիրող խավարը և մարդկությանը բարձրացնել մի նոր դիրքի, իր իսկ կոչման դիրքին։ Մարդկությունը կարոտ էր մի կյանքի, որ կարող լիներ փրկել մեր ներքին բարձրագույն կյանքը, այն պետք է կատարվեր մի գերբնական էակի, Հիսուսի գալստյան։ Աստծո խոստումն է, որ մարդկության փրկիչ կտրվի ժամանակների լրումին, այսինքն բոլոր մարգարեության ավարտման օրերին։ Ամփոփ Սուրբ Գրքի առանցքը Քրիստոս ինքն է, նրան են մատնացույց անում բոլոր գրվածները, նրանից է ծագում անստվել լույսը և ճառագայթումը։ Աստծո հայտնությունը մարդեղացած փրկչի գալուստն է, եկավ գերմարդկայինը, մարդկության հույսը, մարդ Աստվածը, Սուրբ Օգոստինոսի խոսքերով երկրից իջավ մեծ բժիշկը, որովհետև երկրի վրա պառկած էր մեծ հիվանդը, մարդը։ Մարդու անկյալ վիճակը Աստծո պատկերի երծմանն էր տանում, այն պետք է նորոգվեր, դարմանվեր, մխիթարվեր և հուսադրվեր, որովհետև աշխարհի վրա լույս ծագեց քայն պայծառագույն արեգակն։ Երկրի վրա մեծ հիվանդ էր պառկել։ Մարդն իր անձնիշխան սանդարձակությամբ ընդունակ է կատարելու չլսված ու չտեսնված, աննկարագրելի ու աներևակայելի գործեր, որոնք պղծում և ապականում, ստորացնում և փոքրացնում են նրան։ Անձնիշխանությունը հատուկ աստվածային պարգև է մարդուն տրված, որից զուրկ է ողջ կենդանական աշխարհը, այն իջարը չպետք է գործադրել։ Անձնիշխանության շնորհով մարդը կարող է բարի, առաքինիր, մարդասեր, աստվածասեր, ընկերասեր և ծնողասեր լինել, և հակառակը մարդու անկման պատճառ կարող է դառնալ ատելությունը, խառնակությունը, հպարտությունը, նախանձը, բարկությունը, ագահությունը, ծուլությունը և ցանկասիրությունը, որոնք կարող են մարդուն հեռացնել Աստծուց։ Անձնիշխանության շնորհով մարդը կարող է նաև հրեշտականալ, ինչպես շատ սրբեր, լուսավորիչ, մաշտոց, սահակ, նարեկացի, շնորհալի, վեհանալ, սրբանալ, բյուրեղանալ, փայլել և լուսավորել իր շրջապատը։ Աշխարհի մարդկության համար կատարյալ օր այն ժամանակ եղավ, երբ Հիսուսի գալուստով ծագեց աշխարհի լույսը։ Ազգերը հազարամյակներ խարխափում էին խավարի և մոլորության մեջ, և ահա, ինչպես նարեկացին է ասում, Քրիստոսով փարատվեց խավարը, վերացավ աղջամուղջը, գնաց գիշերը, ինչպես կհեռանար ու կցրվեր մառախուղը արևի ճառագայթներից։ Քրիստոս աշխարհին հայտնեց, որ Աստված կատարյալ Հոգի է, ամբողջ մարդկության համար սիրող Հայր է։
Նաև հայտնեց, որ ոչ միայն Իսրայելն է ընտրյալ ազգ, այլ ողջ մարդկությունը կարող է ընտրյալ դառնալ, միայն թե ճանաչի իր ստեղծողին, որովհետև ամեն գույնի, սեռի, ցեղի, դիրքի, հասակի խտրությունները եւ տարբերությունները չքանում են աստվածային սիրո առջև։ Քրիստոսի սերը, որ բոլոր քրիստոնյաներին փոխանցվեց, նորից միավորեց այն ամենը, ինչ որ հրեությունը եւ ատելությունը բաժանել էր։ Աստծուն չի կարելի հարգանք եւ պաշտոն մատուցել միայն զոհերով ու պահքերով, ինչպես հрьяաները, այլ ներքին համոզումով, բոլոր հոգով ճշմարտությամբ, որովհետև Աստված հոգի է, նրան երկրպագողները հոգով եւ ճշմարտությամբ պետք է երկրպագեն։ Քրիստոս իր գալստությամբ մարդկությանը շնորհեց սիրո կրոնը, նա անձնական օրինակով ցույց տվեց այն, որ իրեն հետևենք, որովհետեւ սիրո շնորհությամբ մեզանից յուրաքանչյուրը Աստծո որդի դառնա եւ երկինքը երկրի վրա ունենա։ Հիսուսի երկնքից բերած սերը կարելի է համեմատել արևի հետ, որ ամեն ժամանակ լույս, ջերմություն, կյանք եւ բարիք է սփռում ամենուրեք։ Կարելի ասել, որ արևի ճառագայթները աստվածային սիրո զանազան արտահայտություններն են։ Հիսուս եկավ աշխարհ կորածներին գտնելու, անառակներին ընդունելու, լքվածին եւ ընկածին ձեռք մեկնելու, վշտացածին մխիթարելու։ Քրիստոսի գալուստով մարդկության պատմությունը մի նոր շրջան սկսեց։ Նա աշխարհին հաղթելուց բացի մարդկային գունավորությունը կերպարանափոխեց եւ աստվածային պատկերը իր պարզությամբ վերականգնեց։ Մեր հոգնաշատ վարդապետների մեկնությամբ Տիրոջ գալուստը շարունակական է եւ ոչ թե մի անգամ կատարվող կամ էլ վերջացող երևույթ, այլ շարունակվում է ընդմիշտ իր ուղղամիտ եւ ճշմարիտ հավատացյալների հոգում, որովհետեւ Տերն ասաց. Աստծո արքայությունը իներքս ձեր է։ Տիրոջ գալուստը միշտ չէ կլինի այն հոգիների մեջ, որոնք պատրաստ են ընդունելու իրեն։ Ինքնագոհ, ամբարտավան, ձևամոտ, երեսապաշտ եւ կեղծավոր փարիսեցիների եւ սադուկեցիների հոգիներն ընդունակ չեն իրենց մեղքերը ճանաչող, երկինք նայել չհամարձակվող մաքսավորի նման կուր գցեցել եւ ասել. Աստված քավյազիսս մեղավորս։ Աստված միշտ եկել է հին Իսրայելին, երբ նա կանչել է, նոր Իսրայելին էլ, որ մենք ենք։ Տերը շատ անգամներ է այցելել ու էլի կգա Սուրբ Դուսավորչի, Սուրբ Ներսես Մեծի, Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի, Նարեկացու, Շնորհալու, Տացևացու օրերին էլ միշտ Տերը այցելել է մեր բիբլիական երկիրը։ Հայաստանի հողը շատ է տեսել Աստծո հետքերը իր վրա։ Մենք էլ լինելով մեր սուրբ նախնյաց զարմերը, նրանց հոգու մասնիկները կրողները, այսօր էլ, եթե միայն կամենանք, Տերը կգա եւ մեր սրտերում տեղ կգրավի։ Ահավասիկ, ես դրան մոտ եմ եւ բախում եմ, եթե մեկն ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ։ Սիրելիներ, մենք ոչինչ չենք տանելու այս աշխարհից, հարուստ ենք, կաղքատանանք, ուժեղ ենք, կթուլանանք, հայր, մայր, զավակ, գեղեցկություն, բոլոր աշխարհից են եւ աշխարհին կմնանք։ Մենք կարող ենք տանել միայն մեր հոգևոր հարստությունները, հավատքը, սերը, սրբությունն ու բարեգործությունը։ Ուստի քրիստոնյան այնպես պիտի ապրի, որ կարողանա մշակի ու զարգացնի իր հոգևոր առաքինությունները եւ մանավանդ ձգտի աստվածամերձ ու աստվածատես կյանք վարել։ Մեր բոլորի աղոթքն է ու ցանկությունը, որ այսօր էլ քրիստոնյա կոչված անհատները, ազգերն ու պետությունները մեկ ու հիմնական ակնկալիք ու նպատակ ունենան, աստվածային լույսին մոտենան, լուսավորվեն եւ լուսավորեն, որովհետեւ Քրիստոսի գալուստը խավարտեղ չի կատարվի։ Մի մաստուն ասել է, որ մարդկանց մեջ սեր է նկատում, ուր մարդկանց մեջ սեր է նկատում,
այնտեղ կա աստվածային էություն, զիաստված սեր է, ուր սեր կա եւ խաղաղություն, ուր խաղաղություն, այնտեղ էլ օրհնություն, ուր օրհնություն, այնտեղ էլ Աստված, իսկ ուր Աստված կա, այնտեղ ոչ մի բանի կարիք չկա։ Այս աշխարհից եւ նրա հրապուրներից հեռանալու մի օր կա, չմոռանանք, մշակենք, ազնվացնենք, սրբացնենք մեր մտքերը, զգացումներն ու փափագները, քայլենք այն ճամփան, որ Աստծո անսխալ մատն է ցույց տալիս։ Աստվածաշունչը մեր կյանքի խորհրդատուն եւ քայլքի ճրակը դարձնենք, մանավանդ, որ մեր ժողովուրդը եղել է հավատքի ժողովուրդ, շատ արյուն է թափել, շատ սրբություններ եւ սուրբ գրքեր են արյունոտվել եւ ներկվել հայ արյունով։ Ավետարանի սրբությունը խառնվել եւ ձուլվել է հայ արյանը, եղբայրացել եւ անբաժանելի դարձել նրանից։ Հետևաբար, առանց եկեղեցու եւ հավատքի չի եղել հայություն, ինչպես նաեւ հայը առանց եկեղեցու եւ հավատքի հայ չի համարվել։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, աղոթենք, որ մեր բոլոր սուրբերի հոգիները բարեխոսեն հայի հոգու բակության, արթնության եւ զգաստության համար այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։